Լուսաբացն արյունալի էր Դոմինիկյան Հանրապետությունում։ Գիշերային ակումբում տանիքի փլուզումից առնվազն 98 մարդ է զոհվել։ 200-ից ավել վիրավոր կա, հայտարարվել է երրորդյա սուգ։ Վիրավորները շատ են, մեկի ուղեղներ ցրիվ եկել, մի կնոջ կողոսկրերն էին բացվել, օգնեցի որ դուրս հանեն, ես արյան մեջ էի, երեկվանից բոլորը լացակոմած բղավում են, խնդրում եմ մի մահացիր։ Մայրաքաղաք Սանտո Դոմինգոյի ջեթսեթ գիշերային ակումբում հայտնի երգիչ Ռուբի Պերեսի մենահամերգի ժամանակ է տանիքը փլուզվել, մեներգուն զոհերից մեկն է։ Արյունահեղության զոհերի մեծ մասին հլատակներից ողջ են գտել, նրանք մահացել են հիվանդանոցի ճանապարհին։ Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, քաղաքացիական ուժերին եւ փրկարարներին միացել են նաեւ զինվորականները։ Փլատակների տակ մնացած հարազատներին ողջ գտնելու հույսով վաղ առավոտից մարդիկ եկել են ողբերգական ակումբ, սիրելիների լուսանկարները ձեռքներում պարզած։ Իսկ ականատեսները, որ փրկվել են հրաշքով, դեռ շոկի մեջ են։ Այնքան արագ տանիքը փլվեց, 10 վայրկյանից էլ քիչ տևեց։ Ես վթարային ելքի դռան ձախ կողմում էի, որտեղ նստատեղերն են։ Եղբայրս դեռ անհետ կորած է։ Նա վեր կացավ, որ գնա զուգարան, հենց այդ պահին էլ տանիքը փլվեց։ Ամեն ինչ սկսեց քանդվել։ Փլուզման պատճառը դեռ հայտնի չէ, վարկածներից մեկն այն է, որ շենքը հին կինոթատրոն է եղել, գիշերային ակումբ դառնալու համար փոփոխությունների է ենթարկվել, ինչն էլ թուլացրել է շենքի պատերն ու տանիքը։ Կառույցը ավելի քան 50 տարեկան է, ի սկզբանե այն կառուցվել է որպես կինոթատրոն, իսկ հետագայում վերածվել է գիշերային ակումբի ուրիշ անվտանգության չափանիշներով։ Մենք նաև գիտենք, որ շենքը հրդեհվել է 1 տարի առաջ, այս ամենը իսկապես կարող էր փլուզման պատճառ դառնալ։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ակումբում փլուզման պահին առնվազն 500 մարդ է եղել։ Կառավարությունը ինժեներների հանձնաժողով է ստեղծել սոսկալի դեպքի պատճառները պարզելու եւ մեղավորներին պատժելու համար։ Մարիամ Ամիրճանյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։